Բարի երեկո, Ազատության ուղիղ եթերում լրատվական կենտրոնն է, դիտեք այսօրվա ծրագրում։ Իրանում երկրորդ շաբաթն է, արյունալի բախումները շարունակվում են, ինչ են պատմում Թեհրանից Երևան ժամանածները։ Ամենը արդեն բողոքի են նստել, հույս աստծո օր ելնի, որ մեր դաքավորի տղեն գա ու մենք որ աշխարհի որտեղ ենք հետ Պարսկաստան։ Իրանում ծավալվող դրամատիկ իրադարձությունների ֆոնին Երևանից Հայաստանում է այդ երկրի փոխարտգործնախարարը։ Սիրիայի կառավարական զորքերի եւ քուրդ զինյալների միջև մի քանի օր տևած արյունալի բախումներից հետո այսօր հայտարարվել է հալեպում հրադադարի մասին, սակայն թռիչքները դեպի Երևան դեռ չեղարկված են։ Ռուսաստանը հայտարարում է, որ Օրեշնիկով հարվածել է ուկրաինական կարևորագույն թիրախներին, այդ կերպ պատասխանելով Ռուսաստանի նախագահի կեցավայրի վրա Կիևի հարձակմանը։ Կիևը հերքում է, թե թիրախավորել է Պուտինի կեցավայրը։ Դատարանը 3 ամսով երկարաձգել է փոդքասթի հաղորդավարներ Նարեկ Սամսոնյանի եւ Վազգեն Սաղաթելյանի կալանքը։ Սամսոնյանը անժամկետ հացադուլ է հայտարարել հենց դատարանի դահլիճում։ Կամ խափել են, կամ ինքն է խափել։ Մատեր երրորդ տարբերակ կարծում եմ չկա։ Տարշիր կապիտալն արձագանքում է Նիկոլ Փաշինյանի հեցին վերաբերող երեկվա հայտարարություններին։ Ադրբեջանական բենզինի երկրորդ խմբաքանակն այսօր ուղևորվել է Հայաստան։ Իրանում գրեթե 2 շաբաթ է զանգվածային ցույցեր են, իրանական արժույթի արժեզրկման եւ տնտեսական խնդիրների պատճառով սկսված բողոքի ակցիաները տարածվել են ողջ երկրում։ Իշխանությունը բռնությամբ փորձում է ճնշել ցույցերը, կան զոհեր, որոնց թիվը մոտենում է 4 տասնյակի։ Ինտերնետը երկրում Երևանից անջատված է, ստացվող կծկտուր տեղեկությունների համաձայն, սակայն ցուցարարները շարունակում են պահանջել Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի հեռացումը։ Ինքը Խամենեին հրաժարական տալ չի պատրաստվում։ Թեհրանում եւ Իրանի բազմաթիվ այլ քաղաքներում 12-րդ օրն է հակակառավարական զանգվածային ցույցեր են։ Բողոքի երեկվա ակցիաները ըստ լրատվամիջոցների վերջին տարիներին ուժի թերևս ամենամեծ ցուցադրությունն է Իսլամական Հանրապետության իշխանությունների դեմ։ Երեկվանից ողջ երկրում անջատվել է ինտերնետը, դա հաստատել է նաև ինտերնետի ազատության հարցերով զբաղվող NetBlocks խումբը։ Սահմանափակումներով է աշխատում հեռախոսակապը։ Տեղական լրատվական կայքերը թարմացվում են խափանումներով։ Դեպի Թեհրան եւ այլ քաղաքներ մոտ 20 չվերթ է չեղարկվել, այդ թվում Դուբայից եւ Ստամբուլի։ Իրանական արժույթի արժեզրկման եւ տնտեսական դժվարությունների պատճառով բռնկված ցույցերը ըստ տարբեր աղբյուրների տարածվել են Իրանի բոլոր 31 նահանգների ավելի քան 100 մեծ ու փոքր քաղաքներում։ BBC իրանական ծառայության հրապարակած կադրերում երևում է, թե Դեսֆուլ քաղաքում ինչպես են իրավապահները կրակում ցուցարարների վրա։ Թեհրանում շենքեր, ավտոմեքենաներ են այրվել, Սպահանում էլ այրվել է պետական հեռուստաընկերությանը պատկանող շենք։ Մահ բռնապետին վանկարկել են ցուցարարները նկատի ունենալով գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին եւ կոչարել հեռացնել նրան իշխանությունից ու վերադարձնել Ռեզա Փահլավիին, հանգուցյալ նախկին շահի աքսորյալ որդուն, որն աջակիցներին ավելի վաղ կոչեր արել դուրս գալ փողոց եւ բարձրացնել իրենց պահանջները։ و نوشتن تاریخ هستند Կեցե շահը, սա վերջին ճակատամարտն է, Փահլավին կվերադառնա։ Թեհրանում եւ այլ քաղաքներում վանկարկել են ցուցարարները, Խորասան նահանգում նաեւ պատրել են պետական դրոշը։ Պետական լրատվամիջոցները չեն ներկայացնում երեկվա ցույցերի իրական մասշտաբները, հաճախ հերքում են, որ ընդհանրապես ցույցեր են եղել եւ ցուցադրում են դատարկ փողոցների տեսարաններ։ Իրավապաշտպան տարբեր կազմակերպությունների տվյալներով դեկտեմբերի 28-ից սկսված ցույցերի ընթացքում 34-ից 45 մարդ է սպանվել, այդ թվում երեխաներ եւ իրավապահներ։ Ձերբակալվել է ավելի քան 2270 ցուցարար։ ԱՄՆ նախագահը 3 դարձյալ սպառնացել է խիստ միջոցներ ձեռնարկել Իրանի իշխանությունների դեմ, եթե սկսեն սպանել ցուցարարներին։ Ավելի ուշ Fox News-ին տված հարցազրույցում վերահաստատել է ասածը։ Եթե նրանք անեն դա, մենք նրանց շատ ուժեղ կհարվածենք, մենք իսկապես նրանց շատ ուժեղ կհարվածենք, մենք դա պատրաստ ենք անել։ Թրամփն ավելի ուշ սոցցանցում տեսանյութ է հրապարակել Իրանի երկրորդ ամենամեծ քաղաքից Մաշհադից, պնդելով, թե միայն այստեղ մոտ 1 միլիոն մարդ է դուրս եկել փողոց։
Իրանի գերագույն առաջնորդը Թրամփին կոչ է արել զբաղվել ԱՄՆ ներքին խնդիրներով, մեջբերում եմ, եթե կարող է։ Այսօր հեռարձակված ելույթում Այաթոլլահ Խամենեին հայտարարել է, որ Իսլամական Հանրապետությունը չի նահանջի նրանց առաջ, մեջբերում եմ, ովքեր զբաղվում են ավերածություններով, վնասում են հանրային սեփականությունը, փորձելով հաճոյանալ ԱՄՆ նախագահին։ Խամենեին զգուշացրել է, որ Իրանը չի հանդուրժի նրանց, ովքեր որպես օտարերկրացիների վարձկաններ են գործում։ دیشب در تهران در بعضی جایی دیگه Երեք գիշեր Թեհրանում մի խումբ վանդալներ եւ ցուցարարներ եկան եւ ավերեցին մի շենք, որը պատկանում էր պետությանը, ժողովրդին, պարզապես Միացյալ Նահանգների նախագահին հաճոյանալու համար։ Նա երիտասարդներին կոչ է արել միասնական լինել երկրի առաջընթացը պահպանելու համար։ Պահպանեք ձեր միասնությունը, անբաժան ժողովուրդը կհաղթի յուրաքանչյուր թշնամու, ասել է Խամենեին։ Վաշինգտոնում բնակվող Ռեզա Փահլավին, ում հայրը Իրանի շահը իշխանությունից հեռացվեց 1979 թվականի իսլամական հեղափոխության արդյունքում, շնորհակալություն է հայտնել Թրամփին Իրանի իշխանությանը քննադատելու համար եւ եվրոպացի առաջնորդներին կոչ է արել անել նույնը։ Փահլավին սոցցանցում գրել է, որ երեք երեկոյան միլիոնավոր իրանցիներ են պահանջել իրենց ազատությունը, որոնց նա իր խիզախ հայրենակիցներ է անվանել, կոչ անելով ցույցերը շարունակել նաեւ գիշերը։ Ռեզա Փահլավին, որը դիրքավորվում է որպես Իրանի հնարավոր առաջնորդ, անցած հունիսին հայտարարել էր, որ պատրաստ է վերադառնալ Իրան, եթե գործող իշխանությունները հեռանան։ Ֆրանսիան խորը ափսոսանք է հայտնել ցուցարարների մահվան կապակցությամբ Իրանի իշխանություններին կոչ անելով հետաքննել մահվան դեպքերի բոլոր հանգամանքները եւ զսպվածություն ցուցաբերել ցուցարարների նկատմամբ։ Եվրոպական միության արգոսնախարարն էլ հայտարարել է, որ Իրանի ժողովուրդը պայքարում է իր ապագայի համար եւ նրանց արդարացի պահանջները անտեսելով ռեժիմը ցույց է տալիս իր իրական դեմքը։ Ըստ Կայա Կալասի ցուցարարների նկատմամբ անհամաչափ ուժ է կիրառվում։ Խաղաղ ցուցարարների նկատմամբ ցանկացած բռնություն անընդունելի է։ Ինտերնետի անջատումը եւ բողոքի ցույցերի բռնի ճնշումը վկայում է, որ ռեժիմը վախենում է սեփական ժողովրդից։ Թեև Իրանում առաջին անգամ չեն ցույցեր լինում, ըստ վերլուծաբանների որոշ գործոններ լրջացնում են իրավիճակը։ Նախ պատժամիջոցները վատթարացրել են տնտեսական վիճակը, իսկ դատական համակարգում կոռուպցիան սաստկացրել հանրային զայրույթը։ Նաև երկրում կա համոզմունք, որ վերնախավի մի մասն օգտվում է պատժամիջոցներից եւ վերահսկում ներմուծումն ու արտահանումը, նավթային եկամուտները տեղափոխում արտերկիր, շահույթ ստանում փողերի լվացումից։ Որոշ պաշտոնյաներ նույնիսկ կարծում են, որ իրավիճակի համար ավելի շատ մեղավոր են ոչ թե բուն պատժամիջոցները, այլ դրանցից օգտվողները։ Բացի դրանից Իսրայելի հետ պատերազմը լրջորեն վնասել է Իրանի պաշտպանական կարողությունները, միջուկային ենթակառուցվածքները, ռազմաարդյունաբերական օբյեկտները։ Սիրիայում իշխանափոխությամբ Իրանը զրկվել է կարևոր դաշնակցից, իսկ Իսրայելը Լիբանանում վերացրել է իրանամետ Հեզբոլլահի ղեկավարների մեծ մասին։ Արդյունքում Իրանը հիմա ունի ավելի քիչ դաշնակիցներ եւ ուղիներ նավթադոլարները արտերկիր տեղափոխելու համար։ Տեղափոխվենք Զվարթնոց օդանավակայան, որտեղ այսօր Թեհրանից օդանավ է ժամանել։ Իմ գործընկեր Սուսան Բադալյանն է ուղևորներից, թե հայերից, թե իրանցիներից փորձել ճշտել ինչ վիճակ է հարևան երկրում։ Մեր ցանկությունը հայտնի է, որ որն է, բայց չգիտենք դեռ 100%։ Միթե կարելի է ազատություն չսիրել։ Վիճակը մարդիկ դուսին թափ է, բայց այնցի էլ չէր, մենակ կրակին տալի ամեն տեղը ու բողոքումին թանկության համար։ Որևէ այդքան վատ չէր վիճակը դեռևս, բայց որովհետև Շահզադե Փահլավին ասել էր 3 ու այսօր ժամը 8-ին ամենը բողոքի դուս կան, դուսին եկե ու կանչումին մեր թագավորի տղին։ Այդքան վատ չէր, բայց մեր ջահելությունը շատին բողոքում, ամենը փողոցներն են։ Լրիվ ջահելներն են։ Երեք արդեն մեծերն էլ կապակցվել են ջահելների հետ, այդ շատ ուրախանալի բան է, ու ամենը արդեն բողոքի են նստել, հույս Աստծո օր ելնի, որ մեր թագավորի տղեն գա ու մենք որ աշխարհի որտեղ ենք հետ եթանք Պարսկաստան։ So many people is outside from their home. Այնքան շատ մարդ է դուրս գալիս փողոց, նրանք ուզում են փոխել մոլաներին։ Հիմա իրավիճակը լավ չէ, շատ մարդկանց են սպանում, բայց մարդիկ 8:30-ից դուրս են գալիս իրենց տներից պահանջելով փոխել ռեժիմին։ And they want to change the regime. Իսկ ձեր կարծիքով ո՞րն է լավագույն ճանապարհը։ I don't know, but I want the best for my people and my Չգիտեմ, թող լինի այն, ինչ լավ է իմ երկրի ու ժողովրդի համար։ Չգիտեմ, բայց եթե ռեժիմը փոխվի, լավ կլինի։ Սա իմ կարծիքն է։ Չգիտեմ, կփոխվի թե ոչ, այստեղ էականը իմ կարծիքը չէ, որովհետև ես իմ տանը չեմ, որ փողոց դուրս գամ։ there and to go out from my home. I'm here and
like that. Unfortunately, internet is connected with government. Ցավոք սրտի ինտերնետը պետության ձեռքում է եւ իմ ժողովուրդը տառապում է։ Չգիտեմ թե ինչ կլինի, բայց հույս ունեմ, որ ավելի քիչ մարդիկ կտուժեն կառավարության ու ժողովրդի այս բախումից։ Contest between government and people always can harmful with people. ایرانیان آدمای خوبی هستن ولی حکومت خوبی ندارن. Իրանցիները լավ մարդիկ են, բայց լավ կառավարություն չունեն։ Ինտերնետ չունեն, ազատություն չունեն, խոսքի ազատություն չունեն։ Նրանք չունեն նույնիսկ ամենասահմանափակ, ամենասովորական սոցիալական ազատությունները եւ այն բաները, որոնք բոլոր երկրներում նորմալ կյանքի հիմքն են։ Իրանցիներն այժմ զրկված են դրանցից, այդ թվում ինտերնետից։ Հենց հիմա ինտերնետի մասով 2 օր է մենք Իրանում ինտերնետ չունենք, ամբողջությամբ ոչ մի ինտերնետ։ Գուցե իրավիճակը լավանա, եթե ղեկավարները փոխվեն, եթե պայմանները բարելավվեն, եթե ավելի լավ որոշումներ կայացվեն, որովհետև յուրաքանչյուր իրանցու կյանքը հիմա անդունդի եզրին է։ Ոչ ֆինանսական անվտանգություն ունեն, ոչ աշխատանքային անվտանգություն, ոչ կյանքի անվտանգություն, ոչ էլ կարող են հեշտությամբ օգտվել սոցիալական ցանցերից։ Ներկայումս Իրանում պայմանները նման են Հյուսիսային Կորեային։ شرایط توی ایران شبیه کره شمالیه. درود بر شما. Իրանում ներկայիս իրավիճակը ցավոք պատերազմական է, անջատել են ինտերնետը եւ նույնիսկ սովորական հեռախոսները, եւ սովորական մարդիկ չեն կարողանում մուտք գործել ինտերնետ։ Նման պայմաններում Իսլամական Հանրապետությունը ցանկանում է կոտորած սկսել եւ ի վերջո թաքցնել դա համաշխարհային լրատվամիջոցներից։ Եվ հուսով եմ, որ մի օր մենք ձեռք կբերենք այն ազատությունը, որին արժանի ենք։ مستحقش هستیم دست پیدا کنیم. Ես Իրանի ապագան լուսավոր եմ տեսնում։ Կարծում եմ Իրանի ժողովուրդը շուտով ազատություն ձեռք կբերի։ Իսկ ինչ է պատմում Հայաստանում բնակվող իրանցին, կարողացել է արդյոք կապ հաստատել Իրանում իր հարազատների հետ։ The situation is a bit uncertain at the moment because connecting to Iran is not that easy. The internet. Այս պահին այնքան էլ հստակ չէ իրավիճակը, որովհետև Իրանի հետ կապվելը այդքան էլ հեշտ չէ։ Վերջին 48 ժամվա ընթացքում ինտերնետ կապն անջատված է։ Անցած գիշեր ավելի վատ թարացավ իրավիճակը։ Այդ պատճառով էլ ստիպված ենք հենվել այն մարդկանց վրա, որոնք Իրանում են եւ վստահելի ինֆորմացիա կարող են փոխանցել։ People who we have in Iran and we connect with them regarding the correct information and Եվ ես տեղեկացա, որ անցած գիշերվանից նույնիսկ հեռախոսային կապն են անջատել։ Մարդիկ նույնիսկ Իրանի ներսում չեն կարողանում իրար զանգել։ Մենք շատ մտահոգ ենք մարդկանց կյանքերի համար, քանի որ վերջին 4-5 տարիներին, երբ անջատել են ինտերնետը, կապի մյուս միջոցները դաժանորեն ճնշել են բողոքի ակցիաները եւ սկսել են սպանել մարդկանց։ Այդ պատճառով էլ վախենում ենք, որ այս անգամ էլ նման ծրագիր ունեն, բայց ես մի քիչ լավատես եմ, որ չեն անի դա, որովհետեւ ուժայինների շրջանում դասալքություն կա։ Ոստիկանները հրաժարվում են ուժ կիրառել։ Այդ պատճառով էլ իշխանությունն օգտագործում է Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի ուժերը։ So they are actually using IRGC forces for 47 years of tyranny and dictatorship. Բռնապետության 47 տարիները աշխարհի ամենահարուստ երկրներից մեկը հասցրել են մի կետի, երբ մարդիկ հիմնարար ազատություններ չունեն։ Նրանց իրավունքները համատարած խախտվում են, աղքատություն է, մարդիկ այլևս ոչ թե բարեփոխումներ են պահանջում, այլ ռեժիմի փոփոխություն։ They do not chant for reforms in Iran anymore. They are asking and they are chanting for change. Իրանում ծավալվող դրամատիկ իրադարձությունների ֆոնին երեկվանից Հայաստանում է այդ երկրի փոխարտգործնախարար Մաջիդ Թախտրավանչին։ Երևանում այսօր քաղաքական խորհրդակցություններ են կայացել, որի ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունների լայնորակարգ, ինչպես նաև տարածաշրջանային եւ միջազգային զարգացումներին առնչվող հարցեր։ Փոխարտգործնախարար Վահան Կոստանյանն անդրադարձել է տարածաշրջանային փոխկապակցվածության զարգացմանն ուղղված նախագծերին, այդ թվում Թրամփի ուղղ կյանքի կոչման արդյունքում ակնկալվող նոր հնարավորություններին։ Քննարկումներ են տեղի ունեցել էներգետիկայի, ենթակառուցվածքների, առողջապահության, գյուղատնտեսության, զբոսաշրջության եւ մի շարք այլ ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարների շուրջ, նշված է արտգործնախարարության տարածած հաղորդագրության մեջ։ Սիրիայի կառավարական զորքերի եւ քուրդ զինյալների միջև մի քանի օր տևած արյունալի բախումներից հետո, որոնք հազարավոր խաղաղ բնակիչների ստիպել են լքել իրենց տները, այսօր Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտարարեց Հալեպում հրադադարի մասին։
Հաղորդվում է, որ բախումների հետևանքով 21 զոհ կա։ Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, հրադադարի նպատակն է, որ ռազմական գործողությունների պատճառով տեղահանված խաղաղ բնակիչները կարողանան վերադառնալ իրենց տներ։ Մարտերը մոտ էին հայաշատ թաղամասերին, տասնյակ ընտանիքներ գիշերը անցկացրել են եկեղեցում, չնայած այսօրվա հրադադարին դեռ չեղարկված են Հալեպից Երևան եւ հակառակ ուղղությամբ թռիչքները։ Չնայած Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է քուրդ զինյալների հետ հրադադարի մասին, օրվա երկրորդ կեսին նախատեսված Հալեբ-Երևան եւ հակառակ ուղղությամբ Երևան-Հալեբ չվերթները այսօր չեղարկվել են։ Թռիչքներն իրականացնող Fly Cham-ի հայաստանյան ներկայացուցչությունից Ազատությանը տեղեկացրին, որ այսօր նախատեսված թռիչքները հետաձգվել են Հալեբում տիրող իրավիճակով պայմանավորված։ Օդանավակայանը ըստ նույն աղբյուրի այսօր մինչև կեսգիշեր փակ է լինելու։ Եթե իրավիճակն ամբողջությամբ կարգավորվի, թռիչքները նախատեսում են իրականացնել հաջորդ երեքշաբթի հունվարի 13-ին։ Այսօր հանդարտություն գտիրի Հալեբի մեջ, փուն փախումնալից օրեմ վերջ։ Սիրիայի Գանձասար շաբաթաթերթի խմբագիր Զարմիկ Պողիկյանն Ազատությանը տեղեկացրեց, գիշերվա 3-ից բանակի հայտարարած զինադադարը Հալեբի քրդաբնակ թաղամասերում պահպանվում է։ Ըստ հաղորդագրության զինյալ խմբավորումներին այդ շրջաններից դուրս գալու հնարավորություն կտրվի։ Սիրիական բանակի եւ քրդերի գլխավորած Սիրիայի դեմոկրատական ուժերի զինյալների բախումները հայաշատ Շեյխ Թահա եւ Վիլաներ թաղամասերին շատ մոտ էին։ Նորքյուղեն Շեյխ Մախսուդ 2 կիլոմետր է հեռավորություն, այսինքն հարագից շրջաններ են։ Աշրեֆիեի եւ օրինակ Շեյխ Թահայի միջև հեռավորությունը քիչ է, քանի կիլոմետր չկա նույնիսկ։ Անոր համար վտանգված էինք, նյութական վնասներ արձանագրվեցան, դուներ վնասվեցան, աբագիներ կոտրտվեցան, փամփուշտներ մտանգարկ բնակարաններում մեջ, բայց զոհեր կամ վիրավորներ չարձանագրվեցան բարեբախտաբար։ Շատ հայեր տեղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում են գիշերել։ Գանձասար շաբաթաթերթի խմբագրի տեղեկություններով մոտ 50 ընտանիք։ Ցերեկ արդեն վերադարձան, այդտեղ իրենց ամեն ինչ ապահովված էր, սնունդ եւ այլն, ասկային առաջնորդարանը քիչերելու պայմաններ եւ այն ապահովված էր։ Գային ընտանիքներ, որոնք շատ վտանգավոր շրջաններում էին, հոն հաստատվեցան, առավոտյան վերադարձան իրենց տուները, որտեղ անապահով էր ավելի փախումները քիշերը գսաստկանար։ Բաստանեցանք ցևոմը ներքի սենյակներում մեջ շատ մտեղեր, այսինքն անոնք, որոնք դեղ չունեին սրահ կացին կամ բարեկամներու դուներ կացին, մինչև որ այս քանի օրը անցուցինք։ Եկեղեցվո սրահ։ Պողիկյանը բախումների պահին քրոջ տանն է ապաստանել։ Վերադառնալով տան ապակիները կոտրված է գտել։ Քրոջս դուն փոխադրվեց, որ մեր դունը վտանգավոր քիծի վրա էր։ Վերադարձին արդեն ապակիներ չարտված էին, բայթումներու ջնշում են։ Ես գիշերին վերադարձանք, բայց երբ որ մեղմացավ զարգը բախումները, մեղմացան մասամբ վերադարձանք բնակարան, գիշերեցինք բնակարանը, հիմա արդեն խաղաղ է Պարքաստու։ Կային տրամադրություններ, օրինակ Հայաստան գալու էս բախումների ընթացքում, թե այդպիսի տրամադրություններ չկան համայնքում։ Ոչ, չկային, որովհետև հստակ էր, որ այս բախումները գարդ շրջանի մահման էր, մինչև որ բանակցության նստին։ Այնպես որ այդ իրարանցումը չկար, բայց անապահովությունը շատ վատ էր, այսինքն անապահովական վիճակը քեշ էր։ Սիրիայի կառավարական զորքերի եւ քուրդ զինյալների միջև մի քանի օր տևած մահացու բախումների հետևանքով 21 զոհի մասին է հայտարարվել։ 140,000 խաղաղ բնակիչ ստիպված է եղել փախչել իր տներից։ Օրվա երկրորդ կեսին Reuters-ը հաղորդեց, որ քրդական ուժերը հրաժարվել են զենքը վայր դնել, մերժելով Դամասկոսի տարհանման առաջարկը։ Իշխանությունը պահանջում է ինքնավարության ձգտող քրդերից վայր դնել զենքերն ու ինտեգրվել Սիրիայի բանակին։ Ինչի մասին կողմերը համաձայնագիր էին ստորագրել անցած մարտին։ Պայմանավորվածությունը սակայն իրականություն չի դարձել մի շարք տարաձայնությունների պատճառով։ Ռուսաստանը օրեշնիկ գերձայնային հրթիռով հարվածել է ուկրաինական կարևորագույն թիրախներին։ Մոսկվան հայտարարում է, թե այս կերպ պատասխանում է Ռուսաստանի նախագահի կեցավայրի վրա Կիևի հարձակմանը։ Պաշտոնական Կիևը սակայն ողջունել է Ռուսաստանի նախագահի կեցավայրի վրա հարձակման մասին պնդումները։ Ուկրաինայի արտգործնախարարը պնդել է, որ այս կեղծ մեղադրանքներով Մոսկվան փորձում է խափանել խաղաղության շուրջ բանակցությունները։ Ռուսաստանն իր հերթին Ուկրաինային է նույն մեղադրանքը ներկայացնում։ Ուկրաինայի վրա գիշերային հարձակումների ժամանակ ռուսական անօդաչու թռչող սարքը վնասել է նաև Կիևում գտնվող Կատարի դեսպանատան շենք, այդ մասին այսօր հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Կատարի դեսպանատնից զատ Կիևում վնասվել է 20 բնակելի շենք, առնվազն 4 զոհ կա։ Давайте, стелите быстрее, пацаны. Лежит. Раз, стоишь, все. На, положи.
Росія зараз чергово атакує столицю України. Ռուսաստանը հերթական անգամ գրոհում է Ուկրաինայի մայրաքաղաքը թևավոր հրթիռներով, անօդաչու թռչող սարքերով եւ բալիստիկ հրթիռներով։ Ֆոնին լսվում են պայթյուններ հենց թևավոր հրթիռներից։ Մայրաքաղաքում այս հարձակման հետևանքով արդեն կան զոհեր։ Внаслідок цієї атаки. Внаслідок повторної атаки Կիևի վրա կրկնակի հարձակման հետևանքով շահեդը հարվածել է հենց այն վայրի մոտակայքում, որտեղ ընկել էր նախորդ շահեդը։ Այդ պահին այնտեղ գտնվում էին փրկարարներն ու բժիշկները, եւ մեկ բժիշկ զոհվել է։ загинув. Вийшла сюди на вулицю біля в'їзду, щоб зловити зв'язок і Դուրս էի եկել այստեղ մուտքի մոտ, որ կապ որսամ եւ նորություններ իմանամ։ Կողքս կանգնած էին բժիշկներ եւ հրշեջներ։ Ռացիայով նրանց հաղորդեցին, որ կարող են հավաքվել ու գնալ այլ վայր, քանի որ ինչպես հասկացա, այստեղ արդեն ամեն ինչ ավարտված էր։ Նրանք դուրս եկան եւ շարժվեցին դեպի մեքենաները։ Մենք դեռ կանգնած էինք, երբ բառացիորեն վայրկյաններ անց լսեցինք, որ շահեդն է թռչում։ Այն շատ արագ իջնում էր եւ մենք հասկացանք, որ այն հենց այստեղ է ընկնելու։ Մենք սկսեցինք վազել դեպի ավտոկայանատեղի, ծառայության տղաները նույնպես, բայց հասկացա, որ ոչ բոլորը հասցրին։ Մեկը հենց կայանատեղի մոտ վիրավորվել էր եւ նրան այնտեղ օգնություն էին ցուցաբերում։ Մեկն էլ այստեղ էր։ Հասկացա, որ այնտեղ դիակ է պառկած։ Նա չէր հասցրել փախչել։ Եթերում Ազատության լրատվական կենտրոնն է, մեր լուրերին կարող եք հետևել նաև Ազատության տելեգրամյան ալիքում, իսկ այս ծրագրի երկրորդ մասում առաջարկում ենք։ Դատարանը 3 ամսով երկարաձգել է փոդքասթի հաղորդավարներ Նարեկ Սամսոնյանի եւ Վազգեն Սաղաթելյանի կալանքը։ Սամսոնյանը անժամկետ հացադուլ է հայտարարել հենց դատարանի դահլիճում։ Կամ փոխել են, կամ ինքն Մատեր երրորդ տարբերակ կարծում եմ չկա։ Տարշիր կապիտալն արձագանքում է Նիկոլ Փաշինյանի հեցին վերաբերող երեկվա հայտարարություններին։ Ադրբեջանական բենզինի երկրորդ խմբականակն այսօր ուղևորվել է Հայաստան։ Դատարանը 3 ամսով երկարաձգեց փոդքասթի հաղորդավարներ Նարեկ Սամսոնյանի եւ Վազգեն Սաղաթելյանի կալանքը։ Այս որոշումից հետո Սամսոնյանը դատարանի դահլիճում հայտարարեց անժամկետ հացադուլ սկսելու մասին։ Ընդդիմադիր հայացքներով փոդքասթերների դեմ հաղորդում էր ներկայացրել խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը։ Այս իրադարձություններից առաջ փոդքասթի հեղինակները 7 ժամանոց հարցազրույց էին ունեցել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ։ Դրանից հետո ԱԺ նախագահն իր տելեգրամյան էջում գրառմամբ դիմել էր երրորդ նախագահին քննադատել նրան եւ վիրավորական բառերով արտահայտվել փոդքասթերների հասցեին։ Հաղորդավարներն էլ մեկ այլ հաղորդմամբ կոշտ եւ վիրավորական արտահայտություններ էին հնչեցրել ԱԺ նախագահի հասցեին։ Սերժ Սարգսյանի ղեկավարած հանրապետականի ներկայացուցիչները քաղաքական են որակում մեղադրանքը։ Երբ ես իրան ասեի շանդակով, ու դա պես նստած չէ ելի Ազգային ժողովի նախագահի Շանլակոտ լատիրակ արտահայտություններին եթերում պատասխանելուց հետո մեղադրյալի աթոռին հայտնված հաղորդավարներ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը կշարունակեն մնալ կալանքի տակ եւս 3 ամիս։ Առաջին դատականիստին դատավորը բավարարեց դատախազի կալանքը երկարացնելու միջնորդությունն, ինչից հետո Սամսոնյանը հայտարարեց անժամկետ հացադուլի մասին։ Հայտարարում եմ անժամկետ հացադուլ եւ իմ պահանջը այս իրավունքը ոչ մեկ չասի չէ։ Թող չասեն նրանք, ովքեր կզում են, երբ որ իրանց հետը վախ ալնում իրանց բռնելու։ Ընդդիմադիր հաղորդավարներն իրենց հաղորդման եթերից հնչած արտահայտությունների համար արդեն երկրորդ անգամն են կանգնում դատարանի առջև։ 2 ամիս առաջ Ազգային ժողովի նախագահն ընդդիմադիր հայացքներով հաղորդավարներին անդրադարձել էր երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ նրանց հարցազրույցից հետո։ Ալեն Սիմոնյանը քննադատել էր Սերժ Սարգսյանին, հետո էլ վիրավորանքներ ուղղել հաղորդավարների հասցեին։ Նրանք էլ մեկ այլ հաղորդմամբ ավելի կոշտ ու վիրավորական հայհոյախառն արտահայտություններ են հնչեցրել Ազգային ժողովի նախագահի հասցեին։ Ալեն Սիմոնյանը շտապել էր բողոքել իրավապահներին։ Ես այսինքն քֆուր չտամ։ Ինձ վերջի վիրավորանքն ասա։ Սա ստորացում չի է։ Այդ խոտ բանի մեջ ու դրած ստորացնելով անձանց ելել եմ։ Ու ես հայտնվել մեղադրյալի աթոռի։ Մեղադրյալի աթոռի չէ, Արմավիր քրակատորողականի հիմնարկում։ Որ հոդվածով են անում։
Սրանից 2 օր հետո ազգային անվտանգության ծառայությունը վաղ առավոտյան ձերբակալել էր ընդդիմադիր հաղորդավարներին, քննչականն էլ մեղադրանք առաջադրել։ Իրավապահները սակայն նույն փութաջանությունը չդրսևորեցին Ալեն Սիմոնյանի դեպքում։ Ընդդիմադիր հաղորդավարներին ԱԱԾ ուժերով տնից դուրս էին բերել, ապա ձեռնաշղթաներով կռացած քարշ տվել դեպի ավտոմեքենաները։ Ես չեմ մոռանալու իմ նկատմամբ տեղի ունեցած այս ակնհայտ բացահայտ ապօրինի խայտարակությունը ուղեկցված իմ երեխեքին ահաբեկելով, իմ տուն մտնելով մնացած բաներ։ Առաջին դատականիստին մեղքը չընդունող Սաղաթելյանն ու Սամսոնյանը հայտարարեցին, դատվում են իրենց խոսքի համար։ Այս երկրում տեղի է ունենում խայտարակություն, անգամ Եվրոպայի խորհրդի հայտնի կառույցը, ամենաբարձր կառույցներից մեկն է Եվրոպայի։ Լրագրողների մասին այս իշխանություններին ասել է արագ մեզ պատասխանեք այստեղ եք բռնել ու հնարավորինս արագ բաց թողեք այդ մարդկանց։ Չի կարելի խոսքի համար մարդուն տանել, փագել, հետնել, կալանավորել։ Դատախազ Հայկ Ավետյանը սակայն պահանջելով երկարացնել մեղադրյալների կալանքը պնդեց կամ բոլոր հիմքերը, որ ազատության մեջ նրանք նորից հանցագործություն կկատարեն, կփորձեն թաքնվել կամ էլ կազդեն վկաների վրա։ Հիմքը այդ ռիսկը առկա է եւ բարձր այնքանով, որ Վազգեն Սաղաթելյանը ազատության մեջ մնալու պարագայում բնականաբար կփորձի միջոցներ ձեռնարկել, որպեսզի գործով ներգրաված վկան մասնավորապես ըստերության ցուցմունք է տվել այն իհարկե ցուցմունքը չհրապարակեն, բայց այդ ցուցմունքի բովանդակությունը առնվազն մեղադրական պաշտպանական կողմի դեմ է, այսինքն իրենց դեմ է մեղադրյալների։ Դատախազը նաև ընդգծեց, Վազգեն Սաղաթելյանը Ռուսաստանի քաղաքացի է եւ եթե ազատ արձակվի, կա ռիսկ, որ կլքի երկիրը։ Սաղաթելյանը հակադարձեց։ Իմ համար ամոթալի է, որ ես փախնեմ այս երկրից, ես 8 տարի պայքարում եմ այս ամեն ինչի դեմ, եկել այլն փախ։ Դա բացառված բան է, դատարան։ Մեղադրյալները պնդեցին, այդ մեկ վկան իր ցուցմունքում ընդգծել է, որ հաղորդումը չի նայել։ Ավելին, Նարեկ Սամսոնյանը հայտարարեց, որ քննչականը փորձել է իր դեմ ցուցմունքներ ստանալ իր գործընկերներից, ինչը սակայն ձախողել է։ Ստիպել են այդ տղերքին, որ մեր իմ դեմ, անձամբ իմ դեմ ցուցմունք։ Իր հերթին դատախազն ընդգծեց, որ երկու մեղադրյալները նախորդ քրեական գործի ժամանակ կալանքից ազատ արձակվելուց հետո նորից հանցանք գործեցին։ Հայկ Ավետյանը նկատի ուներ ավելի վաղ հարուցված մի գործ, որն էլի Իմնեմնիմի եթերում հնչեցրած արտահայտությունների հետքերով էր։ Նրանք սակայն այս գործով արդարացվել են, թեև դատախազության բողոքարկման արդյունքում որոշումը դեռ ուժի մեջ չի մտել։ Առաջին դատական նիստից առաջ Սամսոնյանի ու Սաղաթելյանի համախոհներն ու ընկերները նրանց նկարներով պաստառներով հավաքվել էին դատարանի բակում աջակցելու ճաղերից այն կողմ գտնվող փոդքասթերներին։ Վարչապետը խախտել է սահմանադրությունը ստորագրելով եկեղեցու նորոգման հայտարարության տակ, կարծում է սահմանադրագետ Վարդան Պողոսյանը։ Բացի այդ, ըստ մայրօրենքի համահեղինակի, վարչապետը նաև քրեական օրենսգրքի դրույթներն է խախտում։ Եկեղեցու այսպես կոչված նորոգման հայտարարությունը, որ ստորագրել է վարչապետը, մայրաթոռում որևէ բան փոխելու իրավական ուժ չունի, առ ոչինչ է, պնդում է սահմանադրագետ Վարդան Պողոսյանը, բայց ըստ նրա դա Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու բազմաթիվ ապացույցներից մեկն է։ Փաշինյանի կողմից եկեղեցու բարենորոգելու վերաբերյալ փաստաթղթի ստորագրումը Հայաստանի Հանրապետության օրենսդրության կոպտագույն խախտում է։ Հայաստանի մայրօրենքի համահեղինակը սահմանադրության ու քրեական օրենսգրքի հոդվածներով է հիմնավորում։ Փաշինյանը մայրաթոռի դեմ պայքարին լծվելով ոտնահարում է Հայաստանի օրենքները, տապալում սահմանադրական կարգը։ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը շատ հստակ ամրագրել է իր 17-րդ եւ 18-րդ հոդվածներում, որ եկեղեցին անջատ է պետությունից եւ որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյան առաքելական սուրբ եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում։ Այդ նույն սահմանադրության 41-րդ հոդվածով է ամրագրված խղճի ու դավանանքի ազատության մասին։ Բոլոր կրոնական կազմակերպություններն ունեն ինքնավարության իրավունք։ Այստեղ Հայաստանի ղեկավարի լիազորությունների ու միջամտության իրավունքի մասին ամրագրված ոչինչ չկա, շեշտում է սահմանադրագետը։ Միայն այս դրույթների համադրությունը հստակ ցույց է տալիս, որ պետությունը տվյալ պարագայում իդեմս Նիկոլ Փաշինյանի որպես ՀՀ վարչապետի միջամտում է կրոնական կազմակերպության գործերին։ Բացի մայրօրենքի դրույթներից, ըստ սահմանադրագետի, Փաշինյանը խախտում է քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներ, 209-ը, որ եկեղեցու գործունեությունն է խոչընդոտում, 441-ը, որ պաշտոնական լիազորություններն է անցնում ու չարաշահում, նաև 420-ը, որ ամենածանրն է, սահմանադրական կարգի տապալում։ Որտեղ է գրած վարչապետի, այնտեղ որտեղ գրած է վարչապետի լիազորությունների մասին,
Օրինակ վարչապետը լիազորություն ունի բրիֆինգ անելու։ Թե որոնք են իր լիազորությունները, վարչապետը երեկ ճշտում էր լրագրողներից ու նաև հետաքրքրվում, արդյոք իր ճեպազրույցներն են օրենքով սահմանված այդ լիազորություններից։ Այո, տեղեկատվություն տրամադրելու պարտավորությունն է օրենքով սահմանված, պարզաբանում էին լրագրողները։ Նիկոլ Փաշինյանն իր լիազորությունների վերաբերյալ հարցին պատրաստ չէր։ Կան մարդիկ, ովքեր ասում են, որ իրենք տարբեր եկեղեցիներում, երբ որ պատարագի են մասնակցում եւ հնչում է Կտրիչ Ներսյանի անունը, իրենք ցանկություն ունեն իրենց բողոքը արտահայտել հենց այդ պահին, արդյոք նման բան կարելի է եւ թույլատրելի է։ Ես կարծում եմ, որ այո, նման բան կարելի է եւ թույլատրելի է։ Նիկոլ Փաշինյանը միայն իր լիազորությունները անցնելով ու օրենքները խախտելով չէ, որ զբաղված է։ Այս կոչը այն մասին է, որ շարքային քաղաքացիներին էլ է փորձում մղել հանցանքի։ Թե ինչ հետևանք կարող է ունենալ Փաշինյանի հորդորին կոչին հետևելը, պարզ նկարագրված է քրեական օրենսգրքի 209 հոդվածում, ասում է Վարդան Պողոսյանը։ Բոլորն են պատժվելու, եթե Փաշինյանը մի օր զրկվի իշխանությունից։ Ձեր կողմից մատնանշված կոչը սովորական քաղաքացիներին դա քրեորեն պատժելի արարք է եւ Փաշինյանի կողմից եւ նաեւ այն քաղաքացիների կողմից, որոնք անսալով իրենց վարչապետին կգնան եկեղեցի եւ համապատասխան կրոնական ծեսի կատարումը կխոչընդոտեն։ Մասնագետների ահազանգից հետո էլ, որ պետության մայրօրենքը ոտնահարվում է, Փաշինյանը կանգ չի առնում, բայց կարծես հռետորաբանությունն է փոխել։ Եթե երկու շաբաթ առաջ ուղիղ ասում էր պատարագի ժամանակ կարող են բողոքել, այսօր արդեն հորդորում է հարցը ինչպես ինքն է ձևակերպել քրիստոնեաբար լուծել։ Մի շարք համայնքներից քաղաքացիները հարցնում են, ինչու մեր համայնքում չեք գալիս պատարագի։ Ես կգամ բոլոր համայնքներում պատարագի, միայն խնդրում եմ նախապես քննարկել քահանաների հետ, որպեսզի պայմանավորվածություն ձեռք բերվի, որ նրանք սուրբ եւ անմահ պատարագի ընթացքում չեն հիշատակելու Կտրիչ Ներսյանի անունը։ Դա պարզապես փորձում է մեղմել իր ասածը, բայց քրեական օրենսգիրքը չի նախատեսում որևէ մեղմացուցիչ հանգամանք։ Դուք կարող եք ձեր համոզմունքներից ելնելով խոչընդոտել կրոնական ծեսի կատարումը, հա, եւ մտածել, որ դուք բարոյական առումով, կրոնական առումով ճիշտ եք, բայց դրանից ձեր կատարած արարքի քրեական բաղադրիչը չի փոխվում։ Եթե իսկապես Փաշինյանը չեղավ իշխանության եւ եթե ապագա քաղաքական իշխանությունները կունենան բավարար քաղաքական կամք, իրենք բոլոր իրավական հնարավորությունները ունեն քրեական պատասխանատվության ենթարկելու Հայաստանի Հանրապետության բոլոր այն քաղաքացիներին, ոչ պաշտոնատար անձանց, իրենց մի կողմ ենք դնում, բոլոր այն քաղաքացիներին, որոնք խոչընդոտել են կրոնական ծեսի կատարմանը։ Վարչապետի հորդորին թերևս ամենաակտիվը հետևում է Թալինի համայնքապետը։ Նա Յուրայիների ու Փաշինյանի հովանուտակ անցած կարգալույց քահանայի հետ վերջին 10 օրվա ընթացքում 2 կրոնական ծես է խոչընդոտել։ Սուրբ Ծննդյան պատարագին եկեղեցու մուտքը հսկում էին ոստիկանները ու նաև նրանց ներկայությամբ թույլ չտվեցին, որ հոգևոր հովիվները ներս մտնեն։ Իրավապահ մարմինները մինչ օրս չեն արձագանքել տեսանյութերին, մասնագետների ահազանգերին ու վարչապետի կոչերին։ Արդյոք գլխավոր դատախազությունը վարչապետի ու նրա թիմակիցների քայլերը համարում է օրենքի խախտում ու արդյոք ուսումնասիրում են այդ մասին պատմող հրապարակումները։ Գլխավոր դատախազությունն ըստ էության մեր այս հարցերին չի պատասխանել, միայն հայտնել են, որ այս հարցով որևէ քրեական վարույթ չկա։ Էլ-ցանցերի ներկա եւ նախկին կառավարիչներն իրար վրա են գցում ամանորի նախաշեմին հոսանքազրկումների պատասխանատվությունն ու հավելագրումների մեղադրանքներ փոխանակում։ Մինչ այդ կառավարությունը չի շտապում Կարապետյաններին ընկերությունը գնելու առաջարկ ներկայացնել։ Կամ խաբել են, կամ ինքն է խաբում։ Հիմա դեռ երրորդ տարբերակ կարծում եմ չկա։ Գործարար Սամվել Կարապետյանի թիմում դեռ քննարկում են դատի տալ Նիկոլ Փաշինյանին, թե ոչ, 3 լրագրողների հետ ճեպազրույցում արած հայտարարությունների համար։ Հայաստանի Հանրապետությունում չկա գոնե մի ընտանիք,
որից այս ընթացքում Հայաստանի էլեկտրական ցանցերը նախորդող շրջանում փող չեն գողացել, շատ կոնկրետ։ Հեցի նախկին գլխավոր տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը այսօր ասաց. եթե այս հայտարարությանը չհաջորդեն արագ պաշտոնանկություններ, վարչապետին սխալ տեղեկատվություն տալու համար կքննարկեն դատարան դիմելու հարցը։ Պաշտոնակությունների մասին դեռ լուր չկա։ Հակառակը, Հեցի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը շտապել է Facebook-յան գրառմամբ ամրապնդել Փաշինյանի ասածը, շուրջ 2 տասնյակ քրեական վարույթների մասին նշելով։ Ինչ նկատի ունի վարչապետը, երբ ասում է, որ հեծը փող է գողացել մեր ժողովրդից։ Դա մի քանի քրեական վարույթների նյութերով արդեն իսկ հիմնավորված հեծի բաժանորդների կողմից սպառված էլեկտրաէներգիայի ծավալների ահռելի հավելագրումների փաստերն են տասնյակ հազարավոր ընտանիքների, կազմակերպությունների եւ բյուջետային հիմնարկների հաշվառման սարքերին, ովքեր չեն սպառել, սակայն տարիներ շարունակ վճարել են դրա դիմաց։ Այսօր կառավարիչը փորձեց սրբագրել իր ղեկավարի արած հայտարարությունը, բայց դու չի կարող ասել այդպիսի բան չկա։ Իր ղեկավարը նշում է ամեն ընտանիք, կառավարիչը նշում է տասնյակ հազարավոր ընտանիքներ։ Ղազինյանը հարցնում է, իսկ ուր են հասել այդ վարույթները, եթե կա հանցագործ, վկա, ուրեմն պետք է հետևի պատիժը։ Չի հերքում, որ հավելագրումներ գուցե եւ եղել են, բայց ամեն ահազանգի հետևից իրենք էլ ժամանակին գնացել են։ Կարծում է իրավապահները ժամանակավոր կառավարչի փաստերին լավ ծանոթ են։ Պարզապես սեփական վարկածն ունի, թե ինչու աղմկահարույց բացահայտումներ այս ամենին չեն հետևում։ Ըստ երևույթին ասել են, որ այստեղ չկա այդ ինչ նպատակի, որ դուք ուզում եք հասնել, չկա։ Իսկ նպատակը հասնել վերև։ Այսինքն հասնել մեզնով պարոն Կարապետյանին, որը ծիծաղելի է ուղղակի։ Չկա։ Գոնե այդ ոլորտը ես եմ սպասարկել տարիներ շարունակ, ու ես ձեզ ամենայն պատասխանությամբ ասում եմ, համակարգվածություն գոյություն չի ունեցել։ Իսկ որպեսզի հասնեն վերև, պետք է լինի համակարգված կոռուպցիա։ Ամանորի նախօրեին եւ տարվա առաջին օրերին հոսանքի զանգվածային անջատումներ եղան Երևանում եւ Հայաստանի մի շարք մարզերում։ Միայն Էրեբունու մոտ 50,000 բնակիչ մի քանի օր առանց էլեկտրաէներգիայի էր մնացել։ Վարչապետ Փաշինյանը 3 մեղավորին գտել էր, նախկինները վատ են կառավարել, ներդրումային պարտավորությունները մասնավորապես մարզերում չեն կատարել։ Եթե 6 ամսվա ընթացքի process-ները տեղի չունենային, հոսանքազրկված բնակավայրերի թիվը կլիներ ոչ թե ձեր նշածը, այլ ձեր նշածից 3 անգամ ավել։ Հիմա ես էլ հակառակն եմ ասում, եթե վերցրած չլինեիք, 3 անգամ լավ կլիներ։ Իրենց կառավարման ժամանակ եւ անգամ չեն կարողացել վերջացնել մեր կողմից սկսված այդ ներդրումային աշխատանքները։ Արդեն 7 տարի Հայաստանը ղեկավարող Փաշինյանը 3 ասում էր. սխալվել են, որ հեծով չեն զբաղվել 3 կամ 5 տարի առաջ, եւ հիմա սխալներն են ուղում։ Ռոմանոս Պետրոսյանն էլ այսօր հիշեցնում է. փաստեր կան, որ համակարգային խախտումներ են եղել եւ այդ պատճառով նոյեմբերին Կարապետյաններին պատկանող հեծը լիցենզիայից զրկվեց։ Իդեպ կառավարությունը Կարապետյանին ընկերությունը գնելու որևէ առաջարկ դեռ չի արել։ Համաձայն կարգի լիցենզիայից զրկվելուց հետո 3 ամիսների ընթացքում կառավարությունն ու Կարապետյանները կարող են բանակցել եւ պայմանավորվել ընկերության վաճառքի վերաբերյալ։ Եթե համաձայնության չգան, գործադիրը կգնա հանրային գերակաշահ ճանաչելու ճանապարհով, որն առանց փոխհատուցման անհնար է իրականացնել։ Հաշվի առնելով ինչ են իրենք ցանկանում անել, շատ փակագծեր չբացեմ, չեմ կարծում, որ դա արդյունք կտա, որովհետեւ իրենց ծրագրած պլանը մեր պլանների չի համապատասխանում։ Թե ինչ ծրագրերի մասին է խոսքը, Ղազինյանը չմանրամասնեց, պնդեց միայն հեծի պայքարը ֆինանսական չէ։ Այսինքն պարոն Կարապետյանը պայքարել է միջև վերջեցի համար, շատ լավ հասկանալով ինչ է կատարվում եւ ինչքան է ավելի վատանալու։ 7 ամիս անազատության մեջ գտնվող միլիարդատիրոջ ընտանիքը $500 միլիոն փոխհատուցման պահանջով դիմել է միջազգային արբիտրաժային դատարան։ Սա Հայաստանի պետբյուջեի ավելի քան 5%-ն է։ Ադրբեջանական բենզինի երկրորդ խմբականակն այսօր ուղևորվել է Հայաստան, այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը այսօր ավելի վաղ Facebook-յան գրառմամբ տեղեկացրել էր, որ հունվարի 8-ի դրությամբ Ադրբեջանի տարածքով երկաթուղի միջոցով Հայաստան է մտել ավելի քան 8000 տոննա ռուսական հացահատիկ, ավելի քան 4000-ը ճանապարհին է, ինչպես նաև ճանապարհին է 7600 տոննա ադրբեջանական նավթամթերքը։ Ադրբեջանական բենզինի նոր խմբականակը նույն ընկերություններն են ներկրում ազգային ժողովի իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող Մեգատրեյդը եւ Shisha World ընկերությունը, որը ըստ լրատվամիջոցների գործարար Սամվել Ալեքսանյանի կնոջ եղբորորդուն է պատկանում։
2025 թվականն է ամփոփել անցած տարվա կեսերին սոցիալ նախարար նշանակված Արսեն Թորոսյանը։ Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների աջակցության ծրագրերը ըստ նախարարի կշարունակվեն, իսկ թոշակառուներն ավելի շատ քեշբեք կստանան եւ առողջապահության ապահովագրություն կունենան։ Թոշակառուները սակայն ասում են միևնույն է չեն կարողանում իրենց թոշակով միս եւ կարագ գնել։ Մենք մեր բոլոր կենսաթոշակառուների կենսաթոշակը բարձրացրել ենք 10800 դրամով, բայց որը չենք տալիս իրենց ուղիղ։ Այդ 10800 դրամը կուղվի առողջության համընդհանուր ապահովագրությանը։ Կառավարության նիստում վարչապետ Փաշինյանը մի թոշակառուի հետ իր զրույցն էր հիշել, որն ասում էր ավելի քան 50000 դրամ թոշակ է ստանում, կեսից ավելին ուղղում տունը տաքացնելու վրա, բայց միևնույնն է չի տաքանում։ Վարչապետն ուսումնասիրել է թոշակառուի խնդիրն ու եզրահանգել, ճիշտ է մեկ անգամ ներդրում անել եւ տան ծակուցուկերը փակել ու ջեռուցման համար ավելի քիչ ծախսել։ Այս տրամաբանությամբ էլ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն է պնդում առողջապահական ծախսը քաղաքացիների աղքատացման հիմնական պատճառներից մեկն է եւ հենց այդ պատճառով են որոշել այդ 10800 դրամն ուղղել թոշակառուների առողջության պահպանմանը, որ երբ կարիք լինի խնդիրը լուծելու գումարն էլ լինի։ Այդ ծախսերը կարող է լինել 100 հազարավոր դրամների, որտեղ 100,000 դրամից էժան բժշկական միջամտություն պարզապես չկա։ Ինտու մինչև միլիոնավոր դրամների եւ ես կարծում եմ, որ սա մեր ավագ սերնդի ներկայացուցիչների համար ամենաէական բարելավումներից է։ Տարեվերջին ազգային ժողովի падգամավորներն այսպես ասած 13-րդ աշխատավարձ ու հավելավճարներ էին ստացել, յուրաքանչյուրը մոտ 3 միլիոնական դրամ։ Նախարար Թորոսյանից հետաքրքրվեցինք։ Այս լուրը լսող նվազագույնը 36000 դրամ թոշակ ստացող տարեցները արդյոք գոհ կլինեն իրենց թոշակից։ Ներառյալ այդ 10800 դրամի բարձրացումը, որն ուղիղ իրենց հաշվին չի էլ նստելու, եւ անկանխիկ գնումների դեպքում 2% հետվճարը։ Արդյոք սա չի նպաստում երկրում անարդարության զգացման խորացմանը։ Համարում ենք, որ բավարար չեն, դրա համար էլ բարձրացնում ենք։ Բարձրացնում ենք այնքան, ինչքան թույլ է տալիս Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն իր բոլոր մնացած ծախսերով։ Եթե օրինակ առողջության ապահովագրությունը ներ չդնեինք եւ 50-60 միլիարդ դրամով օրինակ չավելացնեինք առողջապահության պետական բյուջեն, որի մեջ մտածեն 400,000-ից ավել 65 պլյուս տարիքի քաղաքացիներ, կարող էինք այդ գումարները տալ այդ քաղաքացիներին, բայց մենք համարում ենք, որ դա ավելի ճիշտ մոտեցում է։ Վիճակագրական կոմիտեի ամենաթարմ տվյալներով թոշակառուների ընտանիքները տարեց տարի նվազեցնում է սպառած սննդի կալորիականությունը։ Մեզ հանդիպած առաջին իսկ թոշակառուից հետաքրքրվեցինք։ Վերջին անգամ իր թոշակով երբ է օրինակ ձուկ կամ կարագ գնել։ Տենց բաներ չկա, ես տենց չեմ ինձ թույլ չեմ տա տենց առևտուր անեմ։ Այդ տենց մանր-մունր ձուկ-մուկ տենց բաներ առնեմ, ինչ որ կարողանում եմ, էլի կրուպեղենա, պեսոկա։ Անահիտ Խաչատրյանը 69 տարեկան է, նվազագույն թոշակ է ստանում, ամսական 36000 դրամ։ Ձեռքի հետորացույցներ է վաճառում, որ կարողանա գոնե հոսանքի համար վճարել։ Նախարար Թորոսյանն ասաց, չեն կարող պետական աշխատողների աշխատավարձերը չբարձրացնել, հավելավճարներ չտալ, որոնք աշխատում են, որպեսզի հավաքվեն հարկերը, կարող ենք ընդհանրապես չտալ աշխատավարձեր, որտեղ այդ աշխատավարձերը ոչ էլ մրցունակ են եղել, հիմա մենք փորձում ենք մրցունակ դարձնել եւ տեսնենք կհավաքվի պետական բյուջե եւ կվճարվեն այդ կենսաթոշակները, թե չեն վճարվի, ինձ թվում է պատասխանը շատ ակնհայտ է, դա կտևի ընդամենը 1 ամիս։ Ուսուցիչների աշխատավարձեր չբարձրացնենք, զինվորականների աշխատավարձեր չբարձրացնենք, ճանապարհներ, դպրոցներ չկառուցենք եւ ամեն ինչ ուղենք ընդամենը 1 ոլորտի, տենց պետություն չի զարգանում։ Կան առաջնահերթություններ։ Կենսաթոշակառուների եւ նպաստառուների համար նախատեսված հետվճարի ծրագրում փոփոխություն է կատարվել։ Նախարար Արսեն Թորոսյանի խոսքով հունվարի 1-ից վերադարձվող տոկոսը 12-ից կբարձրանա մինչև 20, կազմելով մոտ 10000 դրամ։ Ծրագիրը վերաբերում է շուրջ 660,000 քաղաքացու, որոնցից 380,000-ն արդեն օգտվում են դրանից։ Միևնույն ժամանակ նախարարի տվյալներով մոտ 48000 թոշակառու դեռ շարունակում է թոշակը կանխիկ ստանալ ու կանխիկ էլ ծախսել։ Նախարարը հորդորում է օգտվել անկանխիկ վճարումների հնարավորություններից, հիշեցնում է, գործում է նաև համընդհանուր հետվճարի ծրագիրը 2%-ի չափով, որը կիրառվում է միայն առկա քարտերով կատարված վճարումների դեպքում։ Ուղիղ բարձրացումներ եղել են կենսաթոշակների մինչ օրս, բայց մենք կարծում ենք, որ այս նորարարական լուծումները, որոնք դուք նաև տեսնում եք, որ կիրառվում են արդեն նաև ուրիշ գործիքներով, այդ 2%-ի։ Եվ մենք նաև դրա շնորհիվ ենք ունենում պետական բյուջեի հավաքագրումներ, պետական բյուջեի կատարում։
69-ամյա Անահիտ Խաչատրյանը որոշել է իր թոշակն այլևս չկանխիկացնել ու գնումներն էլ անկանխիկ անել, որ գոնե մի քիչ շահի արանքում։ Գուցե օրինակ ձույկ էլ գնի, բայց վստահ չէ, որ ամեն ամիս այդ ճոխությունը կարող է իրեն թույլ տալ։ Հանում էի միշտ, բայց այս ամիս չեմ հանել, քարտի մեջ է։ Մանր-մունր գնումներ եմ կատարում քարտով։ Տենց ասում են, որ տենց ավելանում է ինչ-որ տոկոսները։ Այսքանն էինք նախատեսել այսօրվա համար, նորություններին հետևեք ազատություն.am կայքեջում և սոցիալական մեդիայի մեր էջերում, իսկ լրատվական թողարկումները եթերում կլինեն վաղը ժամը 16-ից։ Հաջողություն։